կարող այլ կերպ մտածել եւ գործել, քան այլևս երբեկն է։ Եվ ցեղասպանության ոչ միայն դատապարտություն, այլ նաեւ հատուցման պահանջը մեր իրավունքն է։ Անկախ նրանից, թե աշխարհը նորթվի, դա մեր իրավունքն է։ Սոսկ ժողովրդի ցեղասպանություն եւ նրա իրավունքների խախտում տեղի չունեցավ, այլ նաեւ հայրենազրկում է տեղի ունեցել։ Իսկ ինչ մնում է մեր այսօրվա դավաճանական խմբին, նրանք ուղղակիորեն ուրացել են այդ եւ հիմա որքան էլ փորձեն այլ կերպերով, եղանակներով դրա մասին այդ շրջանցել այդ կետը, այդուհանդերձ հենց սահմանադրության հռչակագրի փոփոխության մասին խոսքը դրա լավագույն վկայությունն է։ Այդուհանդերձ թե իշխանության գլուխ կանգնած անձը եւ թե իր ամբողջ այդ խուլիգանախումբը ուրացողների խումբ է, որոնք ուրացել են եւ ամեն վարքյան պատրաստ են ուրանալու։ Եվ սա մեծագույն դավաճանություն է, թե ոչ միայն ներկայի հանդեպ, այլ նաեւ անցյալի եւ այո գալիքի հանդեպ է դավաճանություն։ Ցեղասպանությունը որպես իրողություն աշխարհի զանազան երկրների կողմից դատապարտվել են իրենց խորհրդարաններում կամ տարբեր մակարդակների վրա եւ հիմա փաստորեն փորձ արվում այդ բոլորը իջիկ դարձնել։ Սրսազան չնայած տևական ժամանակ է դուք մեծ հանրահավաքներ չեք անում, բայց իշխանությունները բաց չեն թողնում հնարավորությունը բարբերաբար ձեզ անդրադառնալու այդ խորհրդարանի ամբիոնից կարծում եք ինչու է այդպես, որովհետև ձեզ հաջողվել էր անել այն, ինչ տարիներ շարունակ հավաքական ընդդիմությունը չէր կարողանում անել, գուցե դա չեն կարողանում մոռանալ, այնուամենայնիվ դուք այս հրապարակը այնպես եք լցրել, որ մարդիկ վախեցել էին։ Անի ջան, իրենք ոչ միայն խորհրդարանի ամբիոնից կամ այլ վայրերից, այլև ամենօրյա դրությամբ իրենք ուղղակիորեն բառից բուն իմաստով վախի մեջ են։ Հաշվի առնելով այն հանգամանքը, թե քանի մեքենաներով, հսկողություններով, այսպես կոչված օպերներով մեր յուրաքանչյուր քայլը, անկախ նրանից թե դա մի մետր տարածություն է, թե ինչ որտեղ այցելություն։ Իրենք անընդհատ փորձում են այդ ճանապարհով իրենց պատկերացումներով վերահսկողություն սահմանել եւ նաեւ այո խորհրդարանում այս վերջի շրջանին մանավանդ խորհրդարանում անընդհատ ինչ որ կերպերով եղանակներով անդրադառնալ։ Իրենք գիտեն, հստակ գիտեն, որ իրենց ես ու մեր ժողովրդի զավակները հեռացնելու են։ Հեռացնելու են, որովհետեւ իրենք ուրացող են, որովհետեւ իրենք դավաճան են, որովհետեւ իրենք մեր երկրում անելիք չունեն, մեր երկրում անելիք չունեն։ Այս երկիրը իրենց չի ոչ էլ արժեքները։ Սրբազան իշխանությունների հետ ամեն ինչ բարձ է, հա, նրանց մասին դժգոհություններ բազմիցս են լսել։ Ինչ ծրագրեր ունի ընդդիմությունը, արդյոք առաջիկայում սպասվելու են էլի գործողություններ։ Ի վերջո վերջերս խորհրդանական ընդդիմադիր մի ֆրակցիայի կողմից շրջանառության մեջ դրվեց կրկին իմպիչմենթի հետ գաղափարը։ Արդեն բաց։ Նայեք, երեք նախ ուզում եմ անդրադառնալ անի հարցից բխեցնելով, երեք ընդամենը խոսվեց ցեղասպանության քրեականացնելու մասին օրենքի նախագծի կամ օրենքի մեջ փոփոխություններ անելու մասին նախագծի վերաբերյալ եւ տեսակ թե ինչպիսի ցնցումների մեջ էին ընկել մարդիկ եւ սա խոսում է այն մասին որ սա շատ իրական պատկեր է որ իրենք ուղղակիորեն թելադրված են իրենց տերերի կողմից հատկապես թուրք ադրբեջանական թշնամական տերերի մեր ժողովրդի հանդեպ թշնամական իրենց տերերի կողմից ուղղակի յուրաքանչյուր քայլը փորձել կասեցնել կամ խանգարել եւ թույլ չտալ որպեսզի նմանատիպ որևէ նախաձեռնություն կյանքի կոչվի եւ սա լավագույն վկայություն հիմա անվստահության գործընթացի հետ կապված, որտեղ ժամանակին դուք էլ այստեղից հայտարարեցիք, ինչ եղավ ի վերջո, որ չեղավ, եւ ճիշտ է, որ իշխանական համարում է ստորագրել, բայց վարչապետի թե անկեղծորեն ասած, հիմա երկար պատմություն է դա, ետ մտնելու մանրամասների մեջ, ես միայն կարող եմ ասել, որ անվստահություն հայտնելու գաղափարը մշտապես եղել է եւ մնում է օրակարգում։ Անվստահություն հայտնելու համար պետք են եւ դուրսը, այսինքն փողոցը եւ խորհրդարանը զուգահեռ միաժամանակ դրսում լինելու է
Այո, ամեն ինչը լինելու է։ Ավելին քան նախորդ տարի մայիսին է։ Չէ, միաժամանակ գործելու նախորդ տարի իր խնդիրներն ուներ Անիջան։ Որն էր այդ խնդիրը, Հիմա այսինքն դրա ժամանակն ենք խոսում։ Մի օր առանցին կգած կխոսենք։ Անվստահության գործընթաց չի էլ սկսվել։ Մենք փորձել ենք նախաձեռնանք հասցնելու տեղ, ստացել ենք այն, ինչ որ ստացել ենք։ Հիմա այո, այդտեղ առանցքային դերակատարություններ, տեխնացուի գաղափարը եւ այլն եւ այլն։ Հիմա վարչապետի այս պահին դրա մասին եկեք չխոսենք։ Քրիստինեն հարցը տվել ուղղակիորեն թե ինչ է տեղի ունենում, ես ուղղակի ասում եմ անվստահության գաղափարը մշտապես արկա ներկա օրակարգի մնայուն հարց է։ Փողոցը եւ խորհրդարանը միասին պիտի գործեն։ Եվ սա ուղղակիորեն տեղի պիտի ունենա եւ կունենա։ Բայց այս պայմաններում այդ համագործակցությունը հնարավոր է, քանի որ տեսնում ենք, որ ընդդիմության ներսում էլ ամեն ինչ այնքան հարց չէ, մասնապես երկու նախագահների միջև փոխհրաձգություն։ Ես չեմ կարծում, որ հայրենիքի ազատագրության գաղափարը որևէ կերպով ստորակա է որևէ այլ հարցից, բոլորի մոտ։ Եվ հետևաբար այդ գերակա գաղափարը, գերարժեք, գերակա գաղափարը ինքն իրենով ճանապարհը հարթելու է եւ մեզ մնում է միայն ճիշտ գործողությունները կատարել, որն էլ կլինի։ Քանի քաղաքացի է մասնակցում, քանի քաղաքացի է մասնակցել կա վիճակագրություն չէ վստահում է այս ամենը։ Վերջին տվյալով ինչ որ մեր երիտասարդները ասեցին, նախ տուփը երբ որ բացել են հաշվել են, այդ ժամանակ արդեն 10,000-ից ավել էր, բայց վերջին տվյալները մոտավորապես կարծեմ վերջին այս մի քանի օր առաջ, մի շաբաթ առաջ մոտ 18,000-ի մասն էր խոսքը մոտավորապես։ Ճիշտ չեմ կարող ասել, բայց այդպես էր։ Բարոյական քայլ է, իրավական ինչ գործընթացի կարող է։ Իրավական գործընթաց ինքը չունի, սակայն հնարավորությունը տրված մարդկանց ֆիզիկապես փողոցում իրենց կամքը ուղղակիորեն արտահայտել, որպեսզի չլինի որ խոսակցություններ են, պարզապես ասենք լրատվամիջոցների կողմից համապատասխան կերպով սարքված տեսանյութեր են եւ այն ուղղակի ֆիզիկապես վկայելու, փաստելու, Facebook-ից դուրս բերելու մարդկանց եւ ասել որ սրանք են մարդիկ, կենթանի, ուղղակի ողջ մարդիկ, որոնք ոչ միայն կվիարկեն, այլև բարեմաղթանքներ են գրել բոլոր առումներով, հրաշալի բարեմաղթանքներ։ Սրբազան հայր վերադառնալով ցեղասպանության 110-րդ տարելիցին եւ մինչ այդ արդեն հնչած բազմաթիվ հայտարարությունների իշխանությունների կողմից, որոնք փորձում են կասկածներ մտցնել հանրության մեջ փաստի առնչությամբ, իմ մասնավորից Սփյուռքում հիշում ենք Փաշինյանի հայտարարությունը, թե պետք է բարձել նաեւ մեր սխալները, որոնք են եղել, ովքեր են բերել օրակարգերը ցեղասպանության մասին, երբևէ կմտածեիք, որ ցեղասպանության հարցը, որ դրսում միշտ միջազգային ճանաչման խնդիր է եղել, կդառնա ներազգային հարթակում ինչ որ քննարկման թեմա։ Զարուհի ջան, երբևէ շատ բան չէի կարող մտածել, Արցախի կորուստ չէի կարող մտածել, բռնագաղթված երկրորդ անգամ վերստին բռնագաղթված եւ հայրենազրկված հայ ժողովուրդ չէի կարող մտածել, այսքան ատելություն չէի կարող մտածել, այսքան թշնամություն, պառակտում չէի կարող մտածել, այսօրվա նկատմամբ արդեն իսկ ձևավորված, երբ նայում ես համացանցում կամ նրա շուրջ ձևավորված հակաքարոզչություն չէի կարող մտածել, շատ բաներ չէի կարող մտածել եւ այդ թվում այո ձեր ասած ցեղասպանության գաղափարը, որ ամբողջ հայությանը միավորող, միաձուլող գաղափարն է եւ ոչ միայն գաղափար պետք է ուղղակիորեն մնար զգացմունքային դաշտում, այլ նաեւ ինչպես միշտ ասել եմ, այլևս երբեկը որպես համակարգ դարձած մեր կյանքում տեղ գրավել բոլոր ոլորտներով, որպես ուղղություն, անվտանգություն, զարգացում եւ այլն, այսքան ոչինչ վիճակի հասցնել, որ մենք մեր երկրի ներսում պայքարենք օտար պետությունների հանգույն, այսինքն ինչպես օտար պետությունների կառավարությունների դիմաց, մենք մեր երկրի ներսում պայքարենք ցեղասպանությունը չժխտելու դեմ, այսինքն ցեղասպանություն ներողություն ժխտելու դեմ, չժխտելու ցեղասպանությունը։ Սա իրենք որքան էլ ուզում են ճամարտակություն անեն, խոսելով որ չենք ուրանում, չենք ժխտում, փաստերը ուրիշ բանի մասին են խոսում։ Քիչ առաջ դուք մեջ բերեցիք այդ Շվեյցարիայում հայտարարություն, Նյու Յորքում հայտարարություն, իրական Հայաստան
Հայաստանի մասին այդ դատարկաբանությունը, սահմանադրությունը փոխելու գաղափարը, այս ամեն ինչը ինչի մասին են խոսում, պարզապես նեղն ընկնած լինելու եւ փորձելու ասել, որ չէ, մենք չենք ուրանում, պարզապես գործնականորեն վերացնում ենք։ Լավ, Սփյուռքը ինչու միասնական դիրքորոշում չունի այս հարցում։ Դե հենց Սփյուռքն էլ այդ պտուղն է, ինչ որ մեր ժամանակներն են։ Քիչ առաջ որ խոսում էի ատելության, թշնամության, Սփյուռքն էլ է պառակտվել։ Սփյուռքն էլ է բաժան եղել, Սփյուռքն էլ է հարվածվել։ Մի մոռացեք, Սփյուռքում մեր հայրենակիցների ոտքի տակ հող չկա, պինդ, ամուր։ Մարդիկ որոշակի արժեքներով են կապված, բայց նաև կապված են հայաստանյան իրականության հետ։ Մեր իրականությունը հայելացումն է, արտացոլվում է Սփյուռքում նաև, սփյուռքյան կյանքի վրա։ Մենք շփվում ենք, գիտենք մարդիկ ինչպես են մտածում կամ ապրում։ Ոնց են մտել սփյուռքյան մեր հայրենակիցների ընտանիքներն ու օջախները, ինչպես Հայաստանում այնտեղ կրկնակի է զգալի դա, որովհետև այսպես ասած թիկունք չկա, ոտքի տակ հող չկա։ Այն մեր ունեցած հարևանությունը, դրացիությունը կամ մեկս մյուսին ավելի մոտ լինելու գաղափարը այնտեղ գոյություն չունի։ Համայնքային կյանքով է պայմանավորված, համայնքային կյանքն երբ որ աղճատված լինի, նշանակում է ամեն ինչ քայքայված է։ Հետևաբար, այս մարդկանց հենց դա եմ ասում, բոլոր ուղղություններով բերած աղետն է։ Ընդհուպ մինչև Սփյուռքը բաժանել է, Սփյուռքը, որը ուղղակիորեն Հայաստանի մեծագույն պատվարն է։ Սրբազան հայր, Գյումրու ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանությունը մեղմ ասած չի վայելում հանրային աջակցություն եւ այդ մասին խոսում են նաեւ տարբեր կառույցների սոցիոլոգիական հարցումները։ Ինչն է պատճառը նաեւ այս ամեն ինչը հաշվի առնելով, որ ընդդիմությունը չի փորձում կրկին փողոցային պայքար սկսել։ Գորուն ջան, չգիտեմ ընդդիմություն ասելով ում եք հասկանում։ Ես ասել եմ, մենք որպես այդպիսին ընդդիմություն չենք։ Եվ ես չեմ կարծում, որ զուտ դասական քաղաքագիտական իմաստով նկարագրելով ընդդիմությունը մենք այսօր այդ կարգավիճակում ենք գտնվում։ Մենք այդ շարժումը, մեր շարժումը կոնկրետ գործողությունների ծրագրով, պատրաստությամբ ես անընդհատ նույն բանը կրկնում եմ, իշխանություններին հարցրեք մենք ինչ ենք անում։ Ձեզ լրիվ կպատմեն։ Սրբազան մանրամասն կպատմեն։ Հաջողության հասնելու համար ձեզ օրինակ խանգարել են նախկին նախագահների ստվերը ձեզ խանգարել է այդպիսի հայտարարությունների Տարօրինակ ժողովուրդ եք։ Անի ջան, ինձ ոչ մեկի ստվերը եւ ոչ մեկ էլ չի կարող խանգարել։ Ոչ մեկ, բացարձակ ոչ մեկ։ Ես սա ոչ թե պարզապես այդպես ասում եմ։ Եթե ես զգամ, որ որևէ մեկը խանգարում է եւ ես չեմ կարող հաղթահարել, ես մի կողմ կքաշվեմ, որպես ինձ ոչ մեկ այդ ձևով էլ չխանգարի։ Հիմա մի կողմ չեք քաշվել։ Բացարձակ։ Սրբազան մենք փոքրինչ ուշած մոտեցանք ձեզ աստվածօգնական ցեղասպանության ճանաչման շղթան կոտրվել է, որն է պատճառը։ Բավականաչափ հետևողական չենք։ Ես չեմ կարծում, որ շղթան կոտրվել է, այլ կարծում եմ, որ խուլիգանական, դավաճանական եւ ուրացողական մի խումբ պարզապես ուզուրպացրել է Հայաստանի Հանրապետությունը, իշխանությունը եւ փորձում է կամակատար հարճի պես կատարել բոլոր հրահանգները, անկախ նրանից դա ինչ գին է պահանջելու մեր պետականության եւ մեր ժողովրդի համար, կատարել բոլոր այդ հրահանգները, ընդ որում նաեւ ցեղասպանության գաղափարի ճանաչումը իրենց կողմից բնականաբար շղթումը։ Եվ շղթան չի կարող երբեք կոտրվել, քանի մեր սերունդները ապրում են, հիշողություն ունենք, շարունակականություն ունենք, մղում ու ձգտում ունենք, հետևաբար որևէ կերպով այդ շղթան կարող է թուլանալ, կարող է հարվածի տակ լինել, կարող է հարձակման ենթարկվել, կարող է փորձ արվի գաղափարը նենգափոխել, իրականությունը նենգափոխել, բայց ոչ երբեք շղթան չի ընդհատվի ու չի կտրվի։ Դա չի կտրվել սովետական ժամանակներում եւ տոտալ արգելափակման մեջ էր գտնվում, չի կարող կտրվել այսօր, չի էլ կտրվելու վաղը, եւ ես ամբողջական իմաստով հավատում եմ, որ շատ շուտով իշխանապողությունից հետո ցեղասպանության գաղափարը ոչ միայն զգացմունքային գետնի վրա
ճանաչողության գետնի վրա, ոչ միայն քաղաքական իմաստով, այլ որպես համակարգ, որպես գաղափարախոսություն, այլևս երբեկի այս ամբողջ գաղափարի ներքո պիտի դառնա մեր պետության կենսագործունեության առանցքը բոլոր առումներով, որպես ցեղասպանված ժողովուրդ, այլևս մեզ համար ժամանակից դուրս է խոսել երկրորդը չտեսնելու մասին, բայց որպես ժողովուրդ երրորդը չտեսնելու եւ դեռ ավելին հատուցման հասնելու, ինչքան ուզում է ծաղրեն, ինչքան ուզում է պրագմատիկ չհամարեն, որքան ուզում է չհամարեն, դա մեր իրավունքն է, մեր ապրելու իրավունքն է, գոյության իրավունքն է եւ այդ ապրելու գոյության իրավունքի համար մենք հենց այդ այլևս երբեկի համակարգը պետք է ստեղծենք, որպես ժողովուրդ, որպես պետություն, որը պիտի ներթափանցված լինի մեր կյանքի բոլոր շերտերի մեջ, կրթություն, տնտեսություն, առողջապահություն, գյուղատնտեսություն, բոլոր շերտերի մեջ, երիտասարդության, մեծի, փոքրի, բայց ոչ զգացմունքային գետնի վրա, ոչ զգացական իմաստով, այլ մտքի, բանական գործելու, որ մենք ցեղասպանված լինելով, մենք իրավունք ունենք բոլոր հնարավոր միջոցներով մեր անվտանգությունը ապահովել։ Մենք ցեղասպանված լինելով, մենք կոչված ենք մեր կրթությունը դարձնել լավագույնը։ Մենք ցեղասպանված լինելով, մենք կոչված ենք մեր տնտեսությունը դարձնել ամենաարդյունավետը, մեր բժշկությունը դարձնել ամենամրցունակը եւ այսպես շարունակ։ Սա պիտի լինի համակարգ, գաղափար, այլևս երբեկի ներքո։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։